Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ, վերջին օրերին շատ ակտիվ քննարկվում է ապահովագրական համակարգի հետ կապված զգալի էական փոփոխություններ, այսինքն մարդիկ զգում են, բազմաթիվ հաղորդումներ կան, առողջապահության նախարարը իհարկե մի բան է ասում, բայց նրա ուրեմն էջում կարող եք մեկնաբանություններում կարդաք հարյուրավոր մարդիկ ներկայացնում են, որ համավճարը էականորեն ի հայտ եկել, միգուցե հնուց էլ եղել է, բայց համենայնպես մարդիկ նոր են համավճարը վճարում, հաճախ են բախվում այդ հարցին, հերթերի մասին դե իհարկե նորություն չի, մի խոսքով ընտրություններից հետո ապահովագրական համակարգի ուրեմն աշխատանքում էական փոփոխություններ են նկատում մարդիկ, սովորական քաղաքացիներ, հիմա ինչքան էլ հերքեք, ինչքան էլ ժխտեք, դա այդպես է, մարդիկ իրենց առողջականի ու իրենց դիմումների և իրենց բույս սպասարկման մասին տելևիզորից չի, որ պետք է իմանան, անձամբ գնում տեսնում են, անձամբ առնչվում են, իդեպ ես ասեմ, որ ապահովագրական համակարգից ինքս չեմ օգտվում, այսինքն ես որպես բժիշկ ապահովագրված ծառայություններ, մասնավոր ապահովագրությունները չհաշված, ապահովագրված ծառայություններ չեմ մատուցում, իմ կոնսուլտացիան, իմ բուժումը, իմ արած սոնոգրաֆիան ապահովագրության հետ կապ չունի։ Ուզում ասեմ, այս ամեն ինչը իմ մասին չի, ինձ համար տաք ու պաղ չի այս պահին, բայց ես ուզում եմ, որ մենք մի հատ քննարկենք շատ կարևոր այս հարցը, հերթերը և հավելավճարները կամ համավճարները։ Սա շատ կարևոր հարց է ու ես կարող առաջի պահին անհեթեթ թվա, ժողովուրդ ջան, ես ձեզ շնորհավորում եմ այդ համավճարների հետ կապված, առանց հեգնանքի եմ ասում։ Շնորհավորում եմ համավճարի հետ կապված եւ ուրախացեք, եթե առողջապահական ուրեմն ծախսերի մեջ մտնում է համավճար, ուրախացեք, եթե դուք ստիպված եք լինելու վճարել լավ բժշկության համար, նորմալ կոնսուլտացիաների և բուժումների համար։ Ինչու։ Ավելին ես կարծում եմ, որ համավճարներ պիտի ավելանան բազմաթիվ հետազոտություններին։ Բազմաթիվ հետազոտություններ պիտի համավճարով լինեն, հիմա բացատրեմ ինչ։ Ուրեմն կամ հերթեր են լինելու, կամ լինելու են համավճարներ։ Մթներովը չանցնի, որ այս երկուսից որևիցե մեկը չի լինելու, կամ երկուսն է միաժամանակ են լինելու, բայց ինչքան համավճարների ինստիտուտը, այսպես ասած, համակարգը լիարժեք աշխատի, այնքան ձեր ու մեր օգուտն է, այնքան ժողովրդի օգուտն է։ Հիմա բացատրեմ, թե ինչու։ Այն ինչ միջև ընտրությունները անում էին, դա ընտրակաշառք էր։ Թե այդ փողերը որտեղից էին ճարել, ոնց էին կազմակերպի, ինչ են արել, չգիտեմ, դա ընտրակաշառք էր, ժողովրդին գերելու համար էր։ Եվ դա չի կարա երկար տևի, կարճ ասեմ։ Եթե այդպես գյուր աչուձախ փոխհատուցումով երկար է տևում, ուղղակի համակարգի ծախսերը ավելի շատ է լինում, քան թե համակարգը ստանում է բյուջեից եւ ստանում է մարդկանց գրպանից այդ 200,000 դրամից ավել ստացողների ամսական 11-12,000 դրամից։ Հիշեք էսի, այդ առողջապահության ապահովագրությունը դա ձրի բան չի, եթե որ ձրի կոնսուլտացիա չկա, ձրի կոմպյուտերնի տոմոգրաֆիա չկա, ձրի վիրահատություն չկա, այդ ամեն ինչի համար վճարում է, ով։ Աշխատող մարդիկ, Հայաստանում հարկ վճարող մարդիկ, ովքեր են այդ մարդիկ։ Սովորական շարքային քաղաքացիները։ Էսի հիշեք, այդ փողը ձրի չի, ավելին, Հայաստանում մոտ 700-800,000 գրանցված աշխատող կա, ենթադրենք մի 300,000 մարդ կա գյուղատնտեսությամբ զբաղվող, 2 միլիոն մարդ կա, որ գրանցված աշխատող չի, ոչ է գյուղատնտեսությամբ զբաղվում։ Փաստացի Հայաստանում աշխատում է 1 միլիոն, ուտում է 3 միլիոն մարդ։ Սա լուրջ թիվ է, սա շատ ծանր ու բարդ թիվ է։ 1 միլիոն հոգի աշխատում են, այն որ օրը 5,000 դրամ, օրը 3,000 դրամ աշխատողն էլ հետն եմ հաշվում։ 1 միլիոն մարդ աշխատում է, 3 միլիոն մարդ ուտում է։ 1 միլիոն մարդ աշխատում է, բանակ է պահում, ոստիկանություն է պահում, կառավարություն է պահում, մարզպետարաններ է պահում, գյուղապետարաններ է պահում, ինչ ասեմ, փողոցներ են ասֆալտապատում, դպրոցներ, կրթություն, հրշեջ, այն, ինչ ասեմ, այդ սաղ նախարարություններ, այդ սաղ պահում է այդ 1 միլիոն մարդ իր աշխատածով։ Հիմա այդ 1 միլիոն մարդու վրա
պետքա փող հավաքեն այդ 1 միլիոն մարդուց, որ առողջապահության ապահովագրություն լինի, որը պետք է խնայողաբար օգտագործվի։ Սա ամենակարևոր կետին եկանք։ Քանի որ միջոցները անսպառ չեն, այդ ոչ անսպառ միջոցները պետքա խնայողաբար օգտագործվի, որ բոլորին հասցնեն, բոլորին հերիքի։ Որ ոլորտներն ա, որ չի կարելի մարդկանց հերթի կանգնացնել ու չի կարելի համավճար ուզել։ Դա են կյանքի մահու խնդիրները։ Ուռուցքաբանություն, սիրտանոթային հիվանդություններ, անհետաձգելի բուժօգնություն։ Հիմնականում է սա։ Այս ոլորտները ոչ մի դեպքում չի կարելի ոչ հերթ կանգնացնել, ոչ էլ համավճար ուզել։ Այս ոլորտները պետքա փոխհատուցվեն 100%-ով։ Սա իմ կարծիքն է։ Կարծիքը չի, սա իմ համոզմունքն է։ Չի կարա անհետաձգելի բուժօգնության պացիենտին գցեն բռնեն, ինքը համավճարի փող ունի, թե չունի։ Կամ արի դու մի քիչ սպասի, या կմեռնես, या սաղ կմնաս, եթե սաղ մնաս, քեզ մի ամսից անհետաձգելի բուժօգնություն կտրամադրենք։ Նույնը վերաբերում է օնկոլոգիային, ուռուցքաբանությանը, իր բոլոր շերտերով եւ բոլոր ուրեմն սեկտորներով, հա, կապ չունի դա։ Սկրինինգա, քիմիոթերապիա, ճառագայթա, թե վիրահատությունա, թե օնկոլոգի կոնսուլտացիա։ Այս ամեն ինչը պետք է լինի 100%, իմ կարծիքով, իմ համոզմունքով 100% փոխհատուցվող։ Նույնը վերաբերում սիրտանոթային հիվանդներին, ինֆարկտներ, ինսուլտներ եւ այլն, անևրիզմաներ, ստենտներ, պրոթեզավորումներ, այս ամեն ինչը պետքա լինի 100% փոխհատուցվող։ Ոչ թե անվճար, այլ փոխհատուցվող։ Անվճար բան չկա։ Ինչ որ մեկը դրա համար վճարում է, ինչ որ մեկը աշխատում է, ինչ որ մեկը քրդին կա տապում դրա համար։ Անվճար բան չկա։ Մարդիկ 1 միլիոն մարդ դրա համար աշխատում է։ 700,000 գրանցված աշխատող հարկամուծ, այդ 700,000-ը վճարում են դրա համար։ Դա անվճար չի, դա այդ 700,000, չգիտեմ, 750,000 աշխատող ՀՀ քաղաքացու քրդինքն է։ Դա անվճար չի։ Այդ պիտի փոխհատուցվի ուռուցքաբանություն, սիրտանոթային եւ անհետաձգելի։ Մնացած ոլորտները, որպեսզի ծախսերը խնայողաբար լինեն, որպեսզի ծախսեն խնայողաբար, մարդիկ պետք է համավճար տան, իրանց գրպանից պետք է տան, որպեսզի չգան ասեն, լավ բժիշկ ջան, մի հատ կոմպյուտերնի տոմոգրաֆիա գրի աթամ անցնեմ, էլի։ Կոմպյուտերնի տոմոգրաֆիան 50,000-ից մինչև 80,000 կամ միգուցե 100,000-անոց ծախս է։ Եվ եթե այդ 50,000-ի 20-30,000-ը կամ 25,000-ը այդ ասողը իր գրպանից վճարի, երկար կմտածի, արժի թե ոչ։ Լավ գրի մի հատ էլ էս կոնսուլտացիան գնամ, լավ գրի մի հատ էլ էս անալիզը հանձնեմ, լավ գրի մի 10 հատ անալիզը ընդե հանձնեմ, մեկը ձրի է։ Եվ սա տեղի է ունեցել միջև ընտրությունները։ Միջև ընտրությունները այս ձև էր համակարգը աշխատում։ Ով ինչ ուզում էր, ու մտքին ինչ փչում էր, հələ եթե բժիշկը չէր գրում պոլիկլինիկա։ Մի բան էլ մունաթ էին գալի բժիշկի վրա։ Ընդհանրապես այդ պոլիկլինիկայի վրա դնել այդ առաջնային հայցը առանձին խնդիր է։ Դրա մասին ես առանձին հաղորդում կանեմ, առանձին լայվ կանեմ, դրա մասին կխոսանք։ Բայց հիմա ընդունենք ինչպես որ կա, այդպես էլ կա, հա, ընդունենք էդի տենց։ Ահա եթե չէին գրում նույնիսկ այդ ծախսերը չէին անում, որտեղ բժշկորեն ցուցված չէ։ Մարդիկ մի հատ մունաթ էին գալի։ Ավելի նույնը բժիշկներին է վերաբերվում։ Բժիշկները հավես չունեն երկար մանրամասն, հարց ու փորձ անեն, դիագնոզ դնեն, մտորեն։ Նույն իրանց էլ է հասկանալի, որտեղ ֆինանսավորումը շատ ցածր է, աշխատավարձը ցածր է, բայց նույնիսկ շատերը կարծում եմ, եթե աշխատավարձը բարձր լինի, չի կարա այդ գործը անի։ Մի խոսքով, բայց դրա լուծումները կան։ Արհեստական բանականություն, ավագ գոլեգաների խորհրդատվություն, աջակցություն, լուծումները կա, միգուցե սրա մասն էլ առանձին։ Բայց ինչա, բժիշկին էլ է ձեռ տալ, ասում եմ, փոխանակ 2 հարց ավել տա, հասկանա ռեալ ստեղ ինչա կատարվում, վերլուծի, մի քիչ ռիսկեր վերցնի իր վրա։ Ասում եմ, 20 հատ անալիզ կտամ, ոնց էլ չլինի, այդ անալիզների մեջ մի բան կգտնվի, էլի։ Անիմաստ լիքը անալիզ է տալի։ Այդ վիտամին D-ի անալիզը աչ ու ձախ տալիս են, անիմաստ անալիզ։ Կալցիումի անալիզը աչ ու ձախ տալիս են, դեպքերի մեծ մասում անիմաստ անալիզ։ Մագնեզիում են ստուգում, մագնեզիում են չի եք ստուգում, այդ ձեր ցավը տամ։ Ինչ եք հասկանում դուք մագնեզիումից, աչ ու ձախ մագնեզիում են ստուգում։ Այնքան որ ցուցակները լցեն։ Ու ասենք հիմնային ֆոսֆատազան լյարդային պանելի մեջ չեն ստուգում։ Ահա, հիմա սա մասնագիտական նրբություններ է, երևի մի հատ էլ առանձին վիդեո սրա համար կանեմ։ Վերջը, եթե լինի համավճար, ու պիտի լինի համավճար, թե բժիշկը
երկար կմտածի մի անալիզ ավել նշանակելուց, մի հետազոտություն կամ կոնսուլտացիա, անիմաստ, խոսքը դրա մասին է, ավել նշանակելուց։ Կնշանակի միայն խիստ անհրաժեշտ դեպքեր, որտեղ հիվանդը կասի փող չունեմ, ընկեր։ Այնպես նշանակի, որ համավճարը գումարի մի մասը, ընդհանուր միջև կեսը ես իմ գրպանից պետք է վճարեմ։ Խնայողաբար նշանակի, հիվանդն էլ բժշկից կուզի, էլի կասի բանը, ես իմ գրպանից եմ գնում, ինձ պետք չի տենց, հա, շատ է որ կեսը ձրի է այդ հետազոտության, մյուս կեսը խո ես իմ գրպանից եմ տալու կամ այդ կոնսուլտացիայի։ Եվ բացի սրանից, բացի խնայողությունից, սա ապահովելու է նաև որակյալ բուժօգնություն, որովհետև որակով աշխատող բժիշկը հիմա ինչ 6000 դրամ կոնսուլտացիայի համար փող են փոխանցում հիմնարկին, դրանից 3000 դրամը գնում է բժշկին որպես աշխատավարձ։ 3000 դրամով ոչ մի իրան հարգող բժիշկ, ասենք 10, 15, 20 տարվա փորձառությամբ, ներողություն, ես կարող եմ ինչ-որ մեկին վիրավորում եմ այս խոսքով, բայց 10-15 տարվա փորձառությամբ որևիցե բժիշկ, ես 20 տարվա փորձառություն ունեմ, դա էլ ասեմ։ 10-15 տարվա փորձառությամբ ոչ մի բժիշկ 3000 դրամով բուժում չի գրի, մի ամիս գլխով պատասխան չի տա այդ պացիենտի համար։ Ոչ ոք իր գործը հարգող բժիշկը այդ տեսակ նվաստացուցիչ գնահատական չի ընդունի։ Հետևաբար, եթե 3000 դրամանոց կոնսուլտացիաներով պետք է ձեր առողջությունը լուծվի, ժողովուրդ, ձեր առողջությունը չի լուծվելու։ Դուք ավելի շատ վնասներ եք կրելու, միգուցե մի հաջորդ օրը, մի տարի հետո այդ վնասը փոխհատուցեք, զգաք, բայց ավելի շատ վնասներ եք կրելու, քան թե այսինքն որակյալ բժշկությունն էլ է ուզում, որ համավճարը լինի, որ 6000 դրամ պետությունը փոխանցի հիմնարկին, մի 10000, 12000 կամ եւս 6000 դրամ էլ դուք ձեր գրպանից դնեք ու նորմալ կոնսուլտացիա ու բուժում ստանաք, առաջիկա ասենք թե մի ամսվա համար։ Այսպիսով համավճարը փրկություն է, ձեր ցավը տանեմ, եւ որպեսզի որակյալ բուժօգնություն ստանաք, որպեսզի կարողանաք օգտվել որակյալ բուժօգնություն տվող բժիշկներից եւ որպեսզի տնտեսվեի ապահովագրության միջոցները, որոնք Հայաստանի աշխատող մարդկանց, Հայաստանում աշխատող մարդկանց հալալ քրդինքից հարկերի ձևով գնում է բյուջե կամ գնում է այդ ապահովագրական ֆոնդ։ Այնպես որ քիչ տրտնջացեք, ուրախացեք, ելի եմ ասում, վերջապես վերադառնում ենք իրական դաշտ, մի քիչ, ես շատ էի անհանգստանում այս ապահովագրական այս ափր-ցփր ծախսերի հետ կապված, որտեղ հասկանում ես, համակարգը կտրակի, այդ դեպքում համակարգը կտրակի, կպայթի համակարգը, չի դիմանա, բայց եթե համավճարները սկսեցին մտցնել, արդեն զգում ես, որ ողջամտության նշույլներ կան, զգում ես, որ սկսում են տնտեսագիտությունը հաշվի առնել գործընթացի մեջ, քաղաքական պոպուլիստական հայտարարություններից անցնում են առողջապահական, բժշկական եւ տնտեսագիտական հիմնավորումների դաշտ։ Ու դրա համար պետք չի բողոքել։ Պետք չի բողոքել, որտեղ ասում ավելի վատ բան կլինի, եթե դա տենց չլինի։ Հերթերի համար համաձայն եմ։ Հերթերը պետքա որպես արհեստական դանդաղեցնող համակարգ, որպես տիպը հերթ են կանգնացնում, ով կուզի կդիմանա, ով չէ գնա սեփական միջոցներով, մասնավոր միջոցներով այդ բժշկությունը կստա, դա անթույլատրելի է։ Ավելի լավ է համավճարները շատացնեն, հերթերը բացառեն։ Հերթերը պիտի բացառվեն։ Կարա ինչ-որ ոչ կարևոր, ոչ էական դեպքերում լինեն, բայց եթե վճարովի հնարավոր է առանց հերթ սպասարկվել, իսկ տենց է, որտեղ որ դուք հերթ գիտեք, վճարովի դեպքերում այդ հերթերը հիմնականում չկան։ Ապա պետքա որ պետպատվերով կամ ապահովագրությամբ հիվանդների համար էլ հերթերը հնարավորինս նվազեցվեն։ Համենայն դեպս իմացեք, եթե համավճար չեղավ, այդ հերթերը կրկնապատկվելու, եռապատկվելու են։ Բայց հերթը ի՞նչ է նշանակում։ Այսօր ընձի ենթադրենք, մի ամիս հերթ են կանգնացրել, ինչ որ բան մի ամսից իմ հերթը կհասնի։ Ասենք այսօր այն մյուս մարդուն մի ամսից ով որ գալու է, նրան էլ եւս մի ամիս ուշ կա։ Հիմա դեկտեմբերի 1-ին մարդը եկել է, ասում են դեկտեմբերի 29-ին քո հերթը կհասնի։ Բայց եթե մարդը դեկտեմբերի 25-ին է եկել, ինչ հունվարի 25-ին, տարին պրծնում է, վերջ, էլ ապահովագրությունը չի աշխատում, փողը պրծավ։ Այսինքն հերթ ես կանգնացնում մի ամիս, ուրեմն մի ամսվա հիվանդ այդ ամբողջ հերթով, այդ տարի չի սպասարկվելու։ Մնաց եկող տարվա վրա։ Նշանակում է այդ տարվա ապահովագրություն, բանալի, իրան չի վերաբերվում։ Հերթը ինչա անում էլի, այդ հերթից զգուշ եղեք։ Այդ հերթը շատ ավելի լուրջ ու վտանգավոր բան է, քան թե տենց մենք առաջի պլանում իրան ներկայացնում ենք։ Եվ ամեն դեպքում համավճարների ինստիտուտը պետք է հարցը լուծի, կամ հատուկ կարիքավորներ, եթե կան, որոնք ի վիճակի չեն համավճարների, դա էլ առանձին խմբերով առանձնացրեք հարգելիներս։
առանձին խմբերով առանձնացրեք, այդ մարդկանց էլ ինչ որ ձև պետությունը թող աջակցի։ Մեր գումարներով, էլի, մեր փողերով։ Մեր փողերով, դե սաղ մեր փողերով է արվում։ Մեկը թող չմտածի, թե ինքը ձրի։ Ասենք այն հիվանդը, որ եկել է ուզում է ձրի, որ օրինակ ես իր համար ձրի աշխատեմ, չնայած հիվանդներ կան, որոնց համար ես ձրի եմ աշխատում։ Բայց եթե ուզում է ինքը պետք է իմանա, որ ես հարկ եմ մուծում, որ պոլիկլինիկայում իրան ձրի կոնսուլտացիա անեն, օրինակ։ Կամ 6000 դրամով գնա կոնսուլտացիա անցնի, որտեղ որ ուզում է։ Իսկ եթե ուզում է, իմ դեպքում բանա, ապահովագրություն կապ չունեմ։ Նու հələ որ կապ չունեմ, եկող տարի կտենանք։ Մի խոսքով սենց համավճարները դրանք լավ բան են, ժողովուրդ։ Չեմ ասում խերի մեջ կորելու ենք, որակի վերահսկողություն բան է, սա հարցերը դեռ մնում են բաց, բայց համենայն դեպս առանց համավճարների երաշխավորված համակարգը պայթելու էր եւ երաշխավորված անորակություն էր ավելանալու եւ տարեստարի ավելի արմատավորվելու էր անորակությունը, բառադիությունը, գլխառադը։ Առանց համավճարների մի քանի տարում մենք ուղակի չենք ունենա որակյալ կոնսուլտացիաներ ու բժշկություն։ Կամ լինելու է խիստ բևեռացված։ Որոշակի էլիտաներ միայն այսպես վճարովիով առանձին բժշկություն են ստանալու, լավ բժշկություն եւ ժողովրդի մեծ մասը ինչ որ տենց շատ վատ բժշկություն է ստանալու, տենց բևեռացված է լինելու, դա էլ իմ սրտով չի, ես չեմ ուզում բևեռացված լինի։ Ինչի բևեռացված լինի, թե կարելի է ասել միջին տարբերակ ընտրել եւ բոլորի հարցերն էլ որակով լուծել։ Թերևս այսքան իմ կարծիքը վերջի իմ մեկնաբանությունը վերջի օրերի խոսակցությունների մասին, այս թեմային էլի կանդրադառնամ, շնորհակալություն ցտեսություն։